Հոգևորականների հանդեպ իշխանական շանտաժի մասին բացահայտում է արել Մայրաթոռի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Նա հասկացրել է, որ մի իշխանական հոգևոր սպասավորներին առաջարկել է կամ միանում եք կաթողիկոսի հրաժարականի պահանջին, կամ գործակալական սկանդալ է պայթում ձեր անվան շուրջ։ Որ Արցախի համար ոչ մեկ պատասխան չի տվել։ Հայր Ռուբենը Facebook-ում է պատասխանել ուլտիմատումին։ Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերքխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ, հետևս գնա, սատանա։ Մայրաթոռում սատանայական արարք են համարում եկեղեցու դռներին ոտքերով հարվածելն ու խոյակներին բարձրանալը։ Մայրտաճարի խոյակներին մագլցածների մեջ տեսախցիկները ֆիքսել են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանին։ Նա հինգշաբթի երեկոյան դիրիժորական ժեստերով ինչ-որ մարդկանց հրահանգում էր քացի տալ մայրտաճարի դռներին, հարվածել բռունցքներով։ Այն պահին, երբ եկեղեցում երեկոյան ժամերգության էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Սուրբ Էջմիածինը ամենքի տունն է։ Հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Վրեժ Դուրգարյանը վարչապետի կնոջ կրթարշավին մասնակցելով է սովորել ջարդել տալ եկեղեցու դռները, որ հավատացյալները սովորաբար համբուրում են, տարակուսած են շատ քաղաքացիներ։ Այն դուրը, որ իրենք, այսպես ասած, կաներեք, բայց ոտքով խփում էին, այդ դուրը ամեն անգամ մեզ համար համբուրելի տեղ է։ Բացի այդ, մայրտաճարի դռները պատմամշակութային արժեք են համարվում։ Այն պատվիրել է Թիֆլիսի Սուրբ Ստեփաննոս հայ կանանց մենաստանի վերջին մայրապետը ու նվիրել Խրիմյան հայրիկին։ Երևանի օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենը մեր զանգերին չի պատասխանել։ Նրա զարմիկը Կարեն Դուրգարյանը, որ օպերայի տնօրենն է, Հայլուրի հետ զրույցում նկատել է, ամեն մեկն ազատ է իր կարծիքը արտահայտելու։ Ես ընդհանրապես զբաղվում եմ միայն մշակութային դաշտում։ Նման բաներ ինչ որ դուք եք ասում, ոնց ձեզ ասեմ, դա գիտելիքի պակասի արդյունքն է կարծում։ Վեհափառի դեմ դուրս գալը։ Էություն, վեհափառի դեմ որևէ մեկը դուրս գալ կամ չգալ, դա իր անձնական մոտեցումն է։ Իսկ ինքը Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը դեմ է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալությանը։ Ինչ է նշանակում իդեմ։ Դե ինչպես մյուս հավաքվածներն էին ասում, որ պետք է հանգստի։ Ներողություն, այսինքն այդ մնալ չմնալը մարդիկ են որոշելու։ Օպերայի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի պահվածքը խուլիգանական է անվանում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։ Մինչ այս պահը արձագանք չկա, լրագրողներ են հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, նաև անպարկեշտ արտահայտությունները հնչել նաև լրագրողների և այսպես ասած այն մարդկանց նկատմամբ, որոնք որ եկել էին ժամերգության մասնակցելու։ Ականատեսները պատմում են, որ մայրտաճարի դռներին հարվածած, խոյակներին մագլցած, կաթողիկոսների շիրմաքարերի վրա կանգնած մարդկանցից ալկոհոլի հոտ են առել։ Միայն բարոյապես ընկածներն են ընդունակ այդպիսի արարքների, կարծում է Գառնիկ Դանիելյանը, որի տեղեկությամբ իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ դեկտեմբերի 18-ին անգամ աշակերտների է տարած եղել կաթողիկոսի հրաժարականը պահանջելու։ Ակնհայտավոր վարչական ռեսուրսի չարաշահումա տեղի ունեցել և պետական աշխատողներին նաև հորդորելով, հիմա շատ տենց բանը թրենդի մեջ մի բառ են նորից մսել, հորդորել ենք, չէ։ Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, կաթողիկոսի դեմ դուրս եկած խմբերը անցած հինգշաբթի իրենց սադրիչ պլանի հազիվ մինիմումն են գլուխ բերել, համոզված են հակաեկեղեցական արշավը դատապարտող մարդիկ։ Նրանց մեջ անսպասելի հայտնվել է նաև 7 տարի առաջ Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման ակտիվիստներից Արթուր Սահրադյանը։ Նա տեսաուղերձով զղջման խոսք է ասել, ներողություն է խնդրել կաթողիկոսից ու եպիսկոպոսներից վեհափառի դեմ պայքարին ժամանակին մասնակցելու համար և այդ շարժման գլխին եղած կարգալույց հոգևորական Հայր Կորյունին անբարոյական է անվանել։ Ես հասկացա, որ ինքս
Գարեգին վեհափառի ոտի եղուն գչարժի եւ շատ անբարոյական բառից բուն իմաստով հոգևոր լեզվով ասած նա Հայր Կորյունը, որի աշխարհիկ անունը Արմեն Առաքելյան է, հրաժարվել է որևէ կերպ արձագանքել իր երբեմնի համախոհի խոսքերին։ Ու մինչ կարծիքներ են հնչում, թե Փաշինյանի հակաեկեղեցական արշավը փակուղի է մտնում հավատավոր ժողովրդի սթափության շնորհիվ, տեղեկություն է տարածվում, թե վարչապետը այս կիրակի պատրաստվում է անձամբ գրոհել Բայրաթորն ու ձերբակալել կաթողիկոսին հավատարիմ հոգևորականներին։ Իսկ թուրքական մամուլում վարչապետի հակաեկեղեցական պայքարը քաջալերող տեքստեր են հայտնվում։ Գրում են, թե Աթաթուրքի ժամանակից ի վեր Թուրքիան կանգնած է իր արտաքին քաղաքական ամենամեծ հաղթանակի շեմին։ Եվ այդ հաղթանակի միակ խոչընդոտը Գարեգին II կաթողիկոսն է։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Աշոտ Մնոյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։